Դեկտեմբերի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերոբե եպիսկոպոս Իսախանյանը։ Գերմանացի պատմաբանը 2015-ին հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որում ներկայացրել է հայոց ցեղասպանությանը վերաբերող երբևէ չհրատարակված բազմաթիվ փաստաթղթեր Վատիկանի մինչ այդ փակ արխիվներից։ Իմ գտած փաստաթղթերը լույս էին սփռում 1915-ից 1922 թվականներին տեղի ունեցածի վրա։ Ես ավելի խոր քչփորեցի եւ գտա փաստաթղթեր նաեւ Լևոն 13-րդ պապի գահակալության տարիներից, որոնք վերաբերում էին 1894-ից 1896 թվականների Համիդյան ջարդերին։ Բացահայտեցինք այդ սարսափելի դեպքերի մասին վկայություններ, Սուրբ Աթոռ ուղարկված զեկույցներ, որոնք ուղղակի ցնցում էին, սահմռկեցուցիչ մանրամասներ էին։ Կոստանդնուպոլսի առաքելական նվիրակը Մոնսինյոր Դոլչին զեկուցում էր ուղիղ Վատիկան, թե ինչերի է առերեսվել ինքը Պոլսում։ Կային նյութեր հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից եւ անշուշտ նաեւ հայ կաթոլիկ եկեղեցու հոգեվորականներից, որոնք նույնպես ուղիղ Վատիկան էին ուղարկում իրենց հաշվետվությունները։ Նորին սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը Սուրբ Էջմիածին եւ բարձր գնահատեց նրա գիտական վաստակը, ընդգծելով, որ Մայրաթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Գերմանացի պատմաբանն ու վեհափառ հայրապետը մի քանի անգամ հանդիպել են թե Հռոմում, թե Սուրբ Էջմիածնում։ Վեհափառ հայրապետը պարոն Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայրաթոռի միաբանության եւ հոգևոր կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը Հայաստանում եղել է 2015 թվականին հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, այնուհետև 2016-ին Հռոմի պապի այցելության ժամանակ։ Ուշադիր հետևում է Հայաստանում եկեղեցի պետություն հարաբերությունների ճգնաժամին։